Ուկրաինայում պատերազմն ավարտելու այս ամբողջ գործընթացը շատ քաոտիկ է դարձել, մի օր մի բան են ասում, հաջորդ օրը լրիվ ուրիշ բան են ասում, եկեք հասկանանք ինչ է կատարվում։ 23-ից բաղկացած ԱՄՆ-ի պլանի մասին, երբ որ նոր սկսեցին գրել, այնպիսի տպավորություն էր, որ Ուկրաինայի առջև ԱՄՆ-ն շատ խիստ ու հստակ ուլտիմատում է դրել, կամ համաձայնվում ես այս մեր մշակած պլանի հետ, կամ մենք դադարում ենք քեզ աջակցել։ Բայց 2 օր անց այս ամեն ինչը արդեն փոխվում է։ Հիմա արդեն լրիվ ուրիշ բան են ասում։ Երեկ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի դելեգացիաները հանդիպում են ունեցել Ժնևում եւ այդ դելեգացիաների հանդիպումից հետո շատ հետաքրքիր հայտարարություններ են արել, հիմնականում այն գծի մեջ, որ ամեն ինչ շատ լավ է անցել, պայմանավորվել ենք շատ սենսիտիվ հարցերի շուրջ ու լավ առաջընթաց է։ Համենայն դեպս Ուկրաինան եւ ԱՄՆ-ն սենց են ասում։ Ինչը ընդհանրապես նման չի մի քանի օր առաջ տեղի ունեցող զարգացումներին, երբ Ուկրաինան կարծես թե սենց պանիկայի մեջ էր, ԱՄՆ-ն էլ շատ սենց հստակ տրամադրված էր ուլտիմատում դնելու մասով։ Այս 2 օրվա ընթացքում նաև զուգահեռ Եվրոպան 2 պլան մշակեց, համենայն դեպս 2 պլանի մասին է խոսվում եւ այդ պլանը էլի 20 քանի կետից է բաղկացած ու շատ տարբեր է ԱՄՆ-ի առաջարկած պլանի հետ համեմատ։ Որոշ թերթեր նաև գրում են, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունում ինչ-որ տենց կիսապանիկա վիճակ է, որովհետև Թրամփը դեդլայն է դրել, ասել է մինչև այս դեդլայնը պետք է վերջացնեք, ինչ չի հետաքրքրում, ինչ ուզում եք արեք։ Ու այդ դեդլայնը իրականում ԱՄՆ-ում Thanksgiving-ի օրն է, որը նոյեմբերի 27-ն է, ու իսկապես նայած տպավորություն է, որ ուղղակի ուզում են մինչև նոյեմբերի 27-ը ավարտեն, վերջացնեն, գնան տներով, վայելեն իրենց Thanksgiving-ը։ Ռուսաստանի կողմից դեռ առանձնապես շատ ինչ-որ արձագանք չկա, բայց տեսնենք։ Իհարկե ես կհետևեմ, բաժանորդագրվեք, լայքեք, մերսի։